Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Եվ Աստված բաժանեց լույսը խավարից Ծննդոց 1:4 Հավատացյալի ներսում երկու սկզբունք է գործում Իր բնական կարգավիճակում նա միայն մեկ սկզբունքի էր ենթարկվում, որը խավարն էր, սակայն հիմա լույսն է եկել, և այս երկու սկզբունքները հակասում են միմյանց։ Ուշադրություն դարձրեք Պողոս առաքյալի խոսքերին Հռոմեացիների 7-րդ գլխում. Ուրեմն գտնում եմ մի օրենք, որ երբ ես կամենում եմ բարին անել, չարն ինձ մոտ է, որովհետև ես ներսի մարդով հավանում եմ Աստծո օրենքին, բայց իմ անդամներում ուրիշ օրենք եմ տեսնում, որ իմ մտքի օրենքի դեմ պատերազմում է և ինձ գերի է բռնում այն մեղքի օրենքով, որ իմ անդամներում է։ Հռոմեացիս 7:21-23 Ինչով է սա պայմանավորված։ Աստված բաժանեց լույսը խավարից։ Խավարն ինքնին հանգիստ ու անխռով է, սակայն երբ Տերը լույս է ուղարկում, բախում է առաջանում, քանզի մեկը մյուսին հակառակ են, և այս պայքարը երբեք չի դադարի, մինչև հավատացյալն ամբողջովին լույս չդառնա Տիրոջ մեջ։ Եթե քրիստոնյայի ներսում բաժանում կա, ապա անշուշտ բաժանում կլինի նաև դրսում։ Հենց որ Տերը որևէ մարդու լույս է տալիս, նա սկսում է անջատվել իրեն շրջապատող խավարից։ Նա թողնում է արտաքին ծեսերի աշխարհային կրոնը, քանի որ Քրիստոսի ավետարանից բացի ուրիշ ոչինչ այլևս չի բավարարում իրեն։ Նա թողնում է աշխարհի չար ընկերակցություններն ու թեթևամիտ զվարճությունները և ձգտում է սրբերի հետ հաղորդակցության, քանի որ մենք գիտենք, որ մահից դեպի կյանք փոխվեցինք, որովհետև եղբայրներին սիրում ենք։ Առաջին Հովհաննես 3:14 Այսպիսով, լույսն ու խավարը տարանջատվում են միմյանցից, և եկեք երբեք չփորձենք իրար միացնել այն, ինչ Աստված է բաժանել, այլ ինչպես Քրիստոսը բանակից դուրս գնաց, կրելու իր նախատինքը, այնպես էլ եկեք մենք դուրս գանք ամբարիշտ մարդկանց միջից և հատուկ ժողովուրդ լինենք Տիրոջ համար։ Նա սուրբ էր, անմեղ, անարատ, մեղավորներից ջոկված Եբրայեցիս 7:26 Եվ ինչպես նա էր, մենք էլ պետք է այդպես լինենք, չկերպարանված այս աշխարհի կերպարանքով, չհամաձայնված որևէ մեղքի հետ և տարբեր մնացած բոլոր մարդկանցից կրելով մեր Տիրոջ նմանությունը։